ուղարկեց, ինչու է պայմանավորված։ Միանգամից ինչ։ 4 գործ ձեր վերաբերյալ ուղարկվեց դատարանին։ Տեսնեք, այդ գործերը ինչպիսին են։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են եռաբլուրը, ինձ մեղադրում են, փորձում են մեղադրել, իբր եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ այդ հողերը ունեն կոնկրետ հասցե, շատ կոնկրետ հասցե։ Իսակովի պողոտա։ Ձեր կարծիքով իրենք ինչու են այդպես բաներ, եռաբլուրին հարակից տարածքներ։ Կարող է հայերենը լավ չեն հասկանում։ Հայերենում հարակից նշանակում է շատ մոտիկ, չէ՞, այդպես է, չէ՞ նշանակում։ Դե որևէ կերպ հնարավոր է ենթադրենք Իսակովի այստեղից գնալուց ձախակողմյան հատվածը համեմատել, ասել, որ եռաբլուրին կպած է։ Էլ հաճակողմյանը մեկ ուրիշ է։ Հրապարակում արել են հենց այդ թեմայով, որ եռաբլուրին հարակից տարածքներ են եւ ոչ թե եռաբլուրը եւ պաշտպանության նախարարությանը պատկանող, բայց այնուամենայնիվ պաշտպանության նախարարությանը պատկանող Իսակովի պողոտայում գտնվող հողերը վաճառվել են, դուք այդ ժամանակ եղել եք նախարար։ Այո, այդ հողերը եւ այս շատ բարձ պատճառով։ Ես որտեղ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ կառույցներում ծառայել եմ, ես միշտ փորձել եմ նպաստել այդ կառույցների կայացմանը, այդ թվում նաեւ շենքային պայմանների բարելավման առումով։ Ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը արժանի են ունենալու պաշտպանության նախարարություն եւ պաշտպանության նախարարության համապատասխան համալիր։ Ընդ որում այդ աշխատանքները ես սկսել եմ դեռևս իմ առաջին պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում 94 թվականի վերջից արդեն սկսել էինք այդ գործընթացը եւ համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, շատ ճիշտ։ Ու մենակ պաշտպանության նախարարությունում չի, անվտանգության խորհուրդ ունեցավ իր շենքային պայմանները, նախագահականում բարելավեցին շենքային պայմանները, դա կառույցի բաղկացուցիչ մաս է, նորմալ աշխատելու։ Հարցրեք ազգային անվտանգության նախարարության 95 թվականից աշխատող աշխատակիցների արդյոք բարելավել են իրեն շենքային պայմանները, արդյոք մթնոլորտը այնտեղ փոխվել է։ Արել ենք, այո, արել ենք։ Եվ հիմա վերցնել այսօրվա գներով համարել 20 տարի առաջվա վաճառքի գները, դե ինչ ասեմ, ինքներդ էլ եք եզրակացություն արեք։ Ես լուսաբանում եմ նաև այս զուգահեռ քննվող Վաչական Ղազարյանի վերաբերյալ գործը եւ այս գործի շրջանակներում եւ եւս մեկ անձի ով պաշտպանության նախարարություններ աշխատել հիմա չեմ հիշում հստակամենը, այստեղ ասում է, որ արտաբյուջե է, որ պաշտպանական կողմը ասում է, որ ծախսվի այդ միջոցները վաճառքից ստացած գումարները արտաբյուջե են։ Այո, այդ ամբողջ միջոցները ծախսվել են պաշտպանության նախարարության համալիրը կառուցելու նպատակով առանց որևէ բանի։ Եվ այստեղ նաև Հայաստանի նախագահ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, եւ նաև Toyota Երևանը այստեղ հողատարածքներ է գնել, շատ քննարկվում է այս հարցը։ Ինչպես ստացվեց, այսինքն դուք տեղյակ եղել եք Toyota Երևան Ռոբերտ Քոչարյանի որդուն հողատարածք վաճառելու։ Ոչ, տեղյակ չեմ եղել եւ դատաքննության ժամանակ վստահ եմ այդ հարցերից տալու են, դուք ուշադիր կհետևեք։ Ես տեղյակ չեմ եղել, որովհետեւ այդ հողերը կարող էին ձեռք բերել յուրաքանչյուր ոք, ով ուներ գումար եւ ցանկություն այդտեղ հող ձեռք բերելու։ Թող գտնեն 1, 2, 5 մարդ, իրական մարդ, ով ուզել է այնտեղից հող ձեռք բերի, իրան ուղղակի մերժել են։ Կարևորը տեղյակ լինեք, ներկայիս իշխանությունների մեջ, պատգամավորների մեջ կան անձինք, որոնք այդ տարածքում հող են ձեռք բերել։ Չգիտեմ։ Ես ընդհանրապես ուրիշների գույքերով տենց առանձնապես չեմ եղել։ Դե ամեն դեպքում պաշտպանության նախարար եղած ժամանակ, եթե պաշտպանության նախարարությունը